Եթե դուք ուզում եք հասկանալ, թե որ վարժությունը կատարելուց որ մկաններն են ամենաշատը աշխատում, այս վիդեոն ձեր համար է, որովհետև էսի կլինի ֆունդամենտալ մկանային ֆիզիոլոգիայի 4-րդ մասը, ու այսօր խոսում ենք այն դրա մասին, թե մեր ուղեղը ոնց է որոշում, ինչ շարժում կատարելուց որ մկանները ամենաշատը պետք է աշխատեն։ Յուրաքանչյուր շարժման ընթացքում մեր ուղեղը առաջնահերթ կծկման ազդանշան է ուղարկում այն մկաններին, ավելի շուտ այն մկանաթելերին, որոնք որ ունեն ամենալավ մեխանիկական լծակը տվյալ շարժումը կատարելու համար։ Ինչ է այս նշանակում, որ եթե մենք օրինակի համար ուզում ենք մեր արմունկը ծալենք, ունենք տարբեր մկաններ, որոնք որ պատասխանատու են այս ֆունկցիայի համար, այս կոնտեքստում biceps, brachioradialis, brachialis եւ այլն։ Մեր ուղեղը առաջնահերթ կակտիվացնի այն մկանը, որի նույն ուժգնության ազդանշան ուղարկելով մենք կկարողանանք ամենաշատ թորքը ստեղծել մեր արմունկում։ Որպեսզի ես ավելի լավ հասկանաք, պատկերացրեք, որ այս դռան ծխնին էդ իմ արմունկն է, իսկ դուռը էդ իմ նախաբազուկն է։ Ու ես այս դուռը բացելու համար կարամ ստեղից քաշեմ, կամ կարամ նույն ուժգնությամբ այստեղից քաշեմ, ու այս երկրորդ տարբերակը ավելի էֆեկտիվ է լինելու, որովհետև ես նույն ուժգնությամբ քաշելով կարամ ավելի շատ թորք առաջացնեմ։ Ու մեր ուղեղը շատ է սիրում ամեն ինչը մաքսիմալ էֆեկտիվորեն կատարել, որովհետև էսի նշանակում է, որ մենք տվյալ առաջադրանքը կարանք կատարենք ավելի քիչ էներգիա օգտագործելով, ու էներգիա խնայելը դա շատ կարևոր հմտություն է եղել էվոլյուցիայի ընթացքում մեր գոյատևման համար։ Դրա համար ամեն վարժություն ու ամեն շարժում կատարելուց մեր ուղեղը առաջնահերթ ակտիվացնելու է այն մկանաթելերը, որոնք որ տվյալ շարժումը անելու համար ունեն ամենալավ ներքին լծակը։ Ու այս կոչվում է the principle of neuromechanical matching։ Երբ որ այս ամենալավ լծակը ունեցող մկանի բոլոր մկանաթելերը ակտիվացել են, բայց մենք շարունակում ենք ավելի շատ ջանք գործադրել ու ավելի շատ central motor command ստեղծել, հիմա արդեն ուղեղը անցնում է այն երկրորդ ամենալավ լծակը ունեցող մկաներին։ Դրանից հետո երրորդ, դրանից հետո չորրորդ, ու սենց շարունակ մինչև որ մենք հասնում ենք մեր maximum tolerable perception of effort-ին, ինչը մեր մկանի կծկման ազդանշան ստեղծելու լիմիտն է։ Ու հենց այս լիմիտի պատճառով կարող լինի վարժություն, որտեղ աշխատում են շատ տարբեր մկաններ, բայց այս դեռ չի նշանակում, որ այս վարժությունը այս բոլոր մկանները շատ լավ աճացնելու է։ Միշտ ամենալավը աճելու են այն մկանները, որոնք որ ունեն ամենալավ ներքին լծակը ու որոնց որ ուղեղը ամենաշատ central motor command-ն է ուղարկելու։ Որովհետև սրանցում ամենաշատ մկանաթելերն են ակտիվանալու, ու մենք գիտենք, որ մկանային աճի ստիմուլ կանաստանան մենակ այն մկանաթելերը, որոնք որ ակտիվանում են տվյալ շարժման ընթացքում։